Լուկաշենկոն կամա թե ակամա լկտիաբար իհարկե, ցինիկաբար, բայց բավական անկեղծ հաստատեց հենց այն վարկածը, որը մենք ենք հիմա առաջ քաշում։ Ասելով, որ ոչ մի տեղ էլ, ոչ մի Եվրոպա էլ Փաշինյանը չի գնում։ Եվ ընդ որում ոչ թե այն պատճառով, որը Լուկաշենկոն բերում էր ամիսներ առաջ, Հայաստանը տեղ չունի գնալու, ասում էր նա։ Իրենք բոլորը համոզվեցին, որ Հայաստանը տեղ ունի գնալու։ Դրանից հետո 24 թվականի մարտ ամսին 504 կողմ 4-ի դեմ Եվրոխորհրդարանը քվեարկեց Հայաստանի հայտը ընդունելու Եվրոմիության անդամակցելու հայտ տալու դեպքում։ Դրանից հետո մեր աչքի առաջ վերջերս Մոլդովան խիզախորեն մարտահրավեր նետեց Պուտինին իհեճուկս բոլոր ջանքերի, կաշառքների, ճնշումների, իհեճուկս նրա, որ Մոլդովան մեզնից ոչ ավելի բարվոք վիճակում է գտնվում, այնտեղ բավական ակտիվ պրոռուսական զանգված կա, այնտեղ կան ռուսական բազաներ, այնտեղ զավթված տարածք կա, այնուամենայնիվ Մոլդովան Մայա Սանդոյի առաջնորդությամբ կարողացավ իր քայլը անել դեպի Եվրոպա եւ Եվրոպան գրկաբաց ընդունում է Մոլդովային։ Իրենք պատրաստ են ընդունել մեզ, իրենք պատրաստ են փոխարինել Վրաստանը Հայաստանով, տալով մեզ տեխնացու երկրի տեխնացու անդամության, տեխնացու Եվրամիությանը, սակայն այս ամենը տեղի չի ունենում, որովհետև իրենք տեսնում են շատ լավ Փաշինյանը իրականում, ինչպես ասում եմ, զբաղվում է եվրոիմիտացիայով, Լուկաշենկոյի, ինչպես նաև Պուտինի այդ քմծիծաղով, հեգնանքով արված մեկնաբանությունները միայն հաստատում են, որ ցավոք սրտի դա այդպես է։